Սյունիքի մարզի խնածախը տագնապի մեջ է, հանգստյան օրերին եւս գյուղը հանգիստ չի քնել։ Ադրբեջանական դիրքերից ուղիղ մեկ ամիս առաջ սկսված կրակոցները սահմանամերձ բնակավայրի ուղղությամբ չեն դադարում, հակառակը գնալով դրանք ավելի ինտենսիվ են դառնում։ Անցած գիշեր ժամը 10:20-ի սահմաններում, երբ սկսել են կրակել, հաշվել եմ, եթե նախկինում 10-ից 15 կրակոց է եղել, ապա այս անգամ հասել է 40-ի։ Կրակոցները այնուհետև շարունակվել են 12:30-ին եւ լուսադեմին 4:30-ին։ Ընդ որում ես նկատել եմ, որ դրանք ինքնաձիգի ձայներ չեն։ Առավոտյան, երբ դուրս եկա գյուղամեջ, մարդիկ ասացին պեկայով են կրակել։ Մեդիաբին ասաց խնածաղցի տղամարդը։ Խոսելով գյուղի առօրյա ադրբեջանական ամենօրյա դարձած կրակոցների մասին, մեր զրուցակիցը ասաց, որ մեծից փոքր բոլորի մոտ վախ ու մտահոգություն կա, քանի որ չգիտեն, թե ինչ է ադրբեջանցիների ուզածը։ Ադրբեջանական դիրքերից Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները սկսել են մարտի 20-ից։ Տեղացի մարդիկ սկզբից մտածել են, որ այդ երկրում նշում են Նովրուզ Բայրամի տոնը, որը ըստ մեր զրուցակցի պետք է տևեր առնվազն մեկ շաբաթ, բայց արդեն մեկ ամիս խնածախում, Խոզնավարում, Արավուս եւ տեղ բնակավայրերում հանգիստ չեն քնում։ Ինտենսիվ կրակոցները շարունակվել են նաեւ ապրիլի 19-ից 20-ը, երբ հավատավոր հայ ժողովուրդը նշում էր Սուրբ Հարության տոնը։